Խորհրդարանը քննարկում է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փաստում է վերջին 5 տարվա արդյունքներով Հայաստանի կառավարությանը հաջողվել է արձանագրել միջինում 7,6% տնտեսական աճ։ 2026 թվականին մենք սպասում ենք 5,4% տնտեսական աճ, գրեթե հասնելով հնա 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է մեր նախնական կանխատեսումները։ Իդեպ, նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը 2026 թվականին սպասելով 5,5% տնտեսական աճ։ Քանի որ այս բյուջեն հնգամյա ծրագրերի շրջանակներում վերջինն է, կարևորում եմ ընդգծել 21-26 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև ներկայացնել բյուջեի աճի թիրախների և հարկեր հնաաճի մասին մանրամասները։ Ապագա զարգացումը կառուցում է մեր նախկին հաջողությունների և ընդունած որոշումների վրա։ Շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կառավարելի տիրույթում։ Միջնաժամկետ հատվածում այն պահպանել 50%-ին մոտ շրջանակում։ Ֆինանսների նախարարը կառավարության տեսլականն է ներկայացնում։ Հաճախ կարդում եմ այն մասին, որ 2018 թվականից ի վեր մեր պետական պարտքը կրկնապատկվել է։ Ստիպված եմ կրկնել, որ պարտքն ուղղվում է մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, այսինքն հայաստանցիների հարստանալու և իրենց բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։ Այս հիմնավորումը կարող է վերացական թվալ, ուստի պարզ օրինակ կբերեմ։ Ցանկացած մարդ, ով պարտք է վերցնում, անկախ նպատակից հույս ունի, որ ապագայում ունենալու է ավելի մեծ հնարավորություններ այդ պարտքը մարելու համար։ Կախված նրանից, թե այդ պարտքով ինչպիսի ծախսեր են արվում, կարելի է գնահատել ապագա եկամուտների վրա դրանց հավանական ազդեցությունը։ Որքան էլ արդարացնող տեքստեր հնչեն, փաստ է, որ 2018 թվականից հետո պետական պարտքն ավելացել է 80%-ով։ Ինչին են ուղղվել գումարները, նախարարը մանրամասնում է։ Վերջին 7 տարիներին մենք անգամ ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը 1,5 տարում։ Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք 1,5 տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը և վերադառնում ենք 18 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58%-ով։ Եթե վերադառնանք 18 թվականի ծախսի մակարդակին, ստիպված պետք է լինեինք պաշտպանության ծախսերը կրճատել 429 միլիարդ դրամով կամ շուրջ 65%-ով։ Նախարար Հովհաննիսյանը նշում է Հայաստանի ներքին պարտքի շուկայում 2025-ին 2018-ի համեմատ էականորեն բարձրացել է օտարերկրյա ներդրողների մասնակցությունը։ Եթե 2018 թվականին ներքին պարտքի շուկայում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 3,6 միլիարդ դրամ, ապա 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ այն հասել է արդեն 177 միլիարդ դրամի։ Այսինքն միջազգային ներդրողների վստահությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների նկատմամբ այսօր առավել քան երբևէ։ Ավելին, եթե 2025 թվականի մարտին թողարկված 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդերի եկամտաբերության մեջ երկրի ռիսկի հավելավճարը կազմում էր 286 բազիսային կետ կամ 2,86%, ապա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո սեպտեմբերի վերջին այն նվազել է մինչև 227 բազիսային կետ։ Հայաստանի պետական պարտքի աճին զուգահեռ ավելացել են նաև բյուջեի եկամուտները, ասաց նախարարը։ Ազգային ժողովի նիստը շարունակվում է հարցուպատասխանի ձևաչափով, ընդդիմությունը բոյկոտել է նիստը։ Էդուարդ Աղաջանյանի հարցը Փաշինյանին է ուղղված, ինչու նախկին նախագահները չեն մասնակցում բանավեճին և արդյոք պետք է նրանց նկատմամբ սանկցիաներ կիրառել։ Զվարճալի հնչեց բերման ենթարկել բանավեճի, շատ անսպասելի առաջարկ է, ճիշտն ասած, չեմ կարող ռեակցիա տալ։ Ձեր նշած մարդիկ թող գան լրագրողների միջավայրում, կանգնեն, պատասխանեն հարցերի, ոնց որ ես եմ պատասխանում։ Ես այսօր ազգային ժողովում կներեք, իհարկե չեմ կարող ասել քանի լրագրող էին, կամ կառավարության նիստերից հետո այս ընթացքում չեմ հիշում քանի ասուլիսներ եմ արել, իսկ այդ մարդիկ հրավիրում են իրենց կողմից ֆինանսավորվող և իրենց պատվերով
կառավարությանը եւ քաղաքական մեծամասնությանը հայհոյող բառից բուն իմաստով հայհոյող ինչ որ անձանց ու նրանց առաջ կանգնած խրոխտ հարցազրույցներ են տալիս։ Բա գնացեք, իսկ ձեր նշած մարդն էլ ասում էր դե ձեզ թվում է ինձ հաճելի է գնամ ընտրությունների ժամանակ այդքան ժողովրդի հետ շփվել։ Այսինքն ինքը մի հատ էլ բան է, էլի, ասենք դե արի մի ասա, հիմա ասեմ կասեն, չասեն։ Են որ ասում են չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ, այսինքն դու այնքան կաս, այսինքն որ մի հատ էլ ասում ես դե բան ժողովրդի հետ դե գիտեք ես դու բոթասները թիշի արագում։ Փաշինյանին մտահոգում է ընդդիմության վարքագիծը։ Պատգամավորներին հասցեագրվում են հարցեր, որոնց նա պատասխանել է։ Այդպիսի մի դրվագ չկա, որին ես չեմ անդրադարձել։ Հիմա եւ դա շատ բան տրյուկ է, որ մտածել, որ մարդիկ դե քանի տարի անցել է, մոռացել են, մի հատ էլ այդ նույնը ասենք, եւ ըստ էության այդ նրանք խոսում են միայն այդ ժանրով։ Իրանք բացի բանավեճից, եթե ուշադրիր իրանց տեքստերը նայեք, բացի ինձ հետ բանավիճելուց ուրիշ բան չեն ասում։ Ամբողջ ինչ խոսում են ինձ հետ բանավեճա։ Ես էլ ասում եմ շատ լավ, տենց ընդ որում ես ձեզ ասեմ։ Հիմա ես զգում եմ, որ մարդիկ որոշակի լարվածու մարդիկ դժգոհ են, որ մենք անդադ ռեակցիա ենք տալիս իրանց։ Որովհետև ասում են հա լավ, ինչքան կարելի է իրանց հետ խոսել, բայց մյուս կողմից է եթե անարձագանք թողնենք, այդ մոռացության ֆենոմեն օգտագործելով կասեն դե տեսեք ասեցինք ձեն չանեցին։ Վարչապետն անդրադառնում է Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը։ Ադրբեջանի մի ներկայացուցչային հայտարարությունը, որ Տրամպի ուղին պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով եւ դրա շուրջ կար շատ մեծ եւ ծավալուն քննարկում ամենատարբեր մեկնաբանություններով, բայց մենք չենք ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի եւ մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին։ Որոնք են Ադրբեջանի համար ընդունելի պայմանները։ Այն ինչի տակ դրված է Ադրբեջանի, իհարկե նաև Հայաստանի ղեկավարի ստորագրությունը։ Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում Ադրբեջանը հիմա այս պահին Հայաստանը բան անենք հիմա մի պահ մոռանանք, Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են այդ ընդունելի պայմանները, որոնք են տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Փաշինյանն արժանամբիոնից խոսեց այդքան քննարկված ցորենի խնդրից։ Նախ հասկացանք այդ ղազախական ցորենի հետ ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, ուղղակի որ նայես ոնց որ բանը լինի։ Չէ, կոնսպիրացիա չէ, այդ ոնց որ բանի սցենարիստները գրելիս լինեն օպերացիա ի կամ Շուրիկի նոր արկածները։ Այսինքն այս ինչ թեմա է, որ չգիտեմ 6-րդ սորտի է, 8-րդ սորտի է, ուզում է 1260-րդ սորտի լինի։ Մարդ հա գնացել է ինքը իր փողը տվել է, ինքը իր փողը, դա բյուջեի փող չի, ոչ մեկի փողը չի։ Գնացել է ապրանք առել, բերել է պետք է բերեր ուրիշ դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով։ Ինչու՞մ է խնդրումը։ Ուզում եմ հասկանալ։ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք ինչ, ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Եվ այսօր ես չեմ ուզում թաքցնել մեր առաջարկներ կան։ Այսինքն ես էլի բան ցորեն առնելը ամուսնությունն է, հա, որ էլի մենք այդ ռեժիմը ես չեմ հասկանում, որ բանը տերես ворթյակա տերես, հնազանդ ես, տենց հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ եզրասի օրհնությամբ տենց հարաբերության չենք մտել։ Ինչու՞ է խնդրեմ, ես տենց չեմ կարող հասկանում։
Հասմիկ Ֆարադյան, Արման լուր։